Արթուր Լալայան։ Արթուր ջան, այսօր ինչ զգացողություններով եք եկել Ձեռնարկաբերդ։ Դե ինչպես միշտ, իհարկե ծանր զգացողություններով, հիշողություններով մեր նահատակների, զոհվածների, կորցրած հայրենիքի համար ես ինքս պապիներիս, տատիներիս կողմից Էրզրումից գաղթած, Մուշից գաղթած, այդ կողմերից եկած կորցրած հայրենիքի մարդիկ ենք։ Հիմա միշտ էլ իմ կյանքում դպրոցից սկսած ես միշտ էլ եկել եմ։ Ժամանակին դա ճիշտ էր, կոլեկտիվներով գալիս էին, դա ճիշտ էր, կազմակերպված էր։ Հիմա սենց անհատ լինելով միշտ գալիս եմ ու գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ որտեղ է լինի քաղաքում, լինի գյուղերում, մարզերում, Սփյուռքում պետք է հարգի, որտեղ սա մեր պատմությունն է, մեր կորցրած հայրենիքն է։ Մենք հայրենիք ենք կորցրել, ինչ չէ որ ասենք, թե ասում են շատ ցեղասպանություններ եղել են, բայց մենք հայրենիքում ենք, մեզ ցեղասպանել են մեր տանը եւ քշել են այդ տնից։ Սա է, դրա համար հիշատակի օր է, գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է գար ու ես այդ պարտքին վրա միշտ զգում եմ ու միշտ գալիս եմ։ Տպավորություն չունեք, որ այսօր կարծես թե փորձում են ջնջել այդ պատմությունը, մոռացնել տան մեզ այդ պատմությունը։ Ну կամ փորձեր դա զգացվում է իհարկե, դա պարզորեն զգացվում է, բայց դա արդեն յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա, որ հիմա շատ կներես Ադրբեջանում էլ կարող է ինչ որ մեկը ասի, տենց բան չկա, բայց մենք ոչ ենք ընդունում, որ տենց բան չկա, կամ նույն Թուրքիայում, որ ասում են չկա, տենց բան կա, եւ մենք յուրաքանչյուր հայ լինելով գիտենք ու պետք է գանք, հարգենք մեր զոհերի հիշատակը։ Պիտի դուրք չտան այս բային վարվող քաղաքականությանը եւ Իհարկե, սա կապ չունի։ Ոչ կառավարության հետ կապ ունեցող բան է, ոչ ինչ որ քաղաքականության, սա ուղղակի ոնց որ դու գնաս քո ծնողի գերեզմանը։ Հիմա մեկը կարող ասի չգնաս, մի գնա քո ծնողի գերեզմանը։ Ոնց կարող է չգնաս։ Պետք է գնաս հարգես, անկախ թե որևէ ով ինչ ուզում է ասի։ Ժամը քանիսից եք այսօր այստեղ քաղաքացիներից շատերը զայրացած են։ Ես ճիշտ ասած 9-ից 10 պակաս տեղի ու ես ժամանակին միշտ էլ գիտեի, որ 10-ից 11-ն է սովորական փակ լինում կառավարության կաթողիկոսի հետ կապված այցի, բայց հիմա ժամը ասում են 9-ից փակել եմ մինչև ժամը 10-ը, դա իհարկե ճիշտ չի, ու չենք էլ իմանում իրականում տենց է, թե տենց չէ, թե ինչ որ արհեստական ստեղծված երևույթ է։ Այս բային ոնց որ թե արդեն վարչապետը ներսում է։ Դե եթե վարչապետը ներսում է, ուրեմն հասկանալի է ժամը 9-ից փակել են, բայց եթե վարչապետը ներսում չի արհեստական է, դա արդեն մի այլ խնդիր է։ Ամեն դեպքում կսպասեք մինչև բացի։ Իհարկե։ Միայնակ եք եկել